Բարև ձեզ, եթերում update լրատվականն է, թարմացնենք օրվա լրահոսը։ Ադրբեջանն այս գիշեր նույնպես կրակել է Խոզնավարի ուղղությամբ գիշերը 12-ից 10-ից 1 ընկած ժամանակահատվածում։ Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավարի ուղղությամբ։ Վնասվել է բնակելի տան սանհանգույցը, խոցվել է 1 մանր եղջերավոր կենդանի։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմին դարձյալ կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստն ու հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Նախորդին կառավարության նիստում վարչապետի հայտարարությունները եկեղեցու իր խոսքով չուլանացման վերաբերյալ հարուցել են որոշ հոգևորականների զայրույթը։ Նրանք արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, տարբեր մեկնաբանություններ արել, որոնց էլ այսօր առավոտից վարչապետն ու Աննա Հակոբյանը Facebook-ում տարբեր գրառումներով արձագանքել են։ Եկեղեցու սպասավորների վերաբերյալ վարչապետի գրառումներն արժանացել են թիմակիցների արդարացմանը։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամին քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ կարող են լինել նման սուր արտահայտություններ ու որակումներ, եւ պատգամավորն ասել է, որ իրենք պատռելու են բոլոր սրբապիղծների դիմակը։ Այսինքն կարելի է լինել կուսակրոն եւ այլասերված, եւ դա նորմալ է, բայց երբ որ դրա մասին խոսում ենք, դա նորմալ չէ։ Մենք այս դիտանկյունից պետք է հարցին նայենք, քաղաքական խոսույթին եւ խոսույթին առասարակ, այո, կարող են լինել նաեւ նման սուր արտահայտություններ եւ որակումներ։ Եվ ես էլ կտամ այդ որակումը նման սրբապիղծ ուրեմն եկեղեցականներին։ Եվ ես ուզում եմ հստակ հայտարարել հիմա, որ մենք թե եկեղեցական, թե եկեղեցից դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք, հերթով, անուն առ ազգանուն, բոլորի դիմակը պատռելու ենք, բոլոր այդ սրբապիղծների, որոնք թաքնվել են սքեմի տակ, այս 7 տարի է, ամենավերջին բառամթերքով, ամենալկտի պահվածքով, կրոնի եւ սրբության հետ կապ չունեցող վարքագծով, թիրախավորում են Հայաստանի Հանրապետության պետականությունն ու հայ ժողովրդին, մենք այդ բոլոր սրբապիղծների դիմակը հերթով պատռելու ենք, անուն առ անուն։ Եվ եթե ձեր հարցի մեջ կար կոնտեքստ, որ անձնավորում եք, թիրախավորում եք, այո, անուն առ անուն թիրախավորելու ենք, անձնավորելու ենք եւ պատռելու ենք այդ սրբապիղծների դիմակը։ Եվ ես նորից եմ կրկնում. Եթե կան որոշ շրջանակներ, որոնց համար սրբապիղծ կյանքով ապրելը նորմալ է, իսկ դրա մասին խոսելը նորմալ չի, ես նրանց հաջողություն եմ մաղթում իրենց հետագա կյանքում։ Մենք խոսելու ենք բոլոր երևույթներից եւ խոսելու ենք մեր ժողովրդի հետ։ Եվ այն մարդիկ, ես տեսա ինչ-որ տարբեր որակումներ, գրառումներ, ամենավերջին բառամթերքն օգտագործող ամենալկտի մարդկանց կողմից, որոնք էլի այս 7 տարիների ընթացքում ինչ ասես չեն արել ու ինչ ասես չեն ասել, փորձում են բարեպաշտության ինչ-որ նորմերի մասին խոսալ, թող գնան մտնեն այն ծակերը, որտեղից դուրս են եկել։ Այդ մկան ծակերը թող գնան մտնեն վախեցած, ինչպես այն ժամանակ էին ապրում, շարունակեն այդտենց ապրել եւ հեռու մնան ժողովրդից ու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունից ու Հայաստանի Հանրապետության պետականությունից։ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառումներին անդրադարձել է նաև Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշել է, որ կրթող եւ կրթվող մարդը չի կարող իջնել զազրախոսության, խոհանոցային բամբասանքի մակարդակի։ Նկատելով, որ իրավապահներն ավելի մեղմ գրառումների հետևից են գնում, Խաչատրյանն ասել է, որ այդ կառույցները պարտավոր են գնալ Փաշինյանի գրառման հետևից։ Ընդհանուր առմամբ վարչապետական ընտանիքի վերաբերմունքը հայ առաքելական եկեղեցու սպասավորների նկատմամբ անընդունելի է եւ պետք է համապատասխան գնահատականի արժանանա, ասել է ընդդիմադիր պատգամավորը։ Այդ գրառումը անարգալից լինելով ուղղակի պարզ խուլիգանություն է։ Նման ոճի գրառում երկրի ղեկավար չի կարող իրեն թույլ տալ։ Կրթող եւ կրթվող մարդը չի կարող իջնել զազրախոսության, խոհանոցային բամբասանքի այդ մակարդակին։ Առնվազն իր քաղաքական ուժը, իր կուսակիցները պետք է նման վարքագիծը քննարկման առարկա դարձնեն, առնվազն։ Եվ դրանից բացի իրավապահ մարմինները, որոնք շատ ավելի մեղմ գրառումների հետևից գնում են, քրեական գործեր են հարուցում եւ մարդկանց նույնիսկ ազատությունից են զրկում, նաեւ նրանք անելու բան ունեն, ինչպես նաեւ
մեր հայրենակիցները, որոնք փողոցում կամ քվեատուփի առջև որոշում կայացնելիս նաև սա պետք է հիշեն։ ԱԺ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ վարչապետին քաղաքական դիակ է անվանել, երբ դիակները ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում։ Խորհրդարանական ճեպազրույցում հայտարարել է պատգամավորն անդրադառնալով հոգևորականների վերաբերյալ գրառումներին։ Եկեղեցու նկատմամբ իշխանության այս հարձակումները Մամիջանյանը պատահական չի համարում, հիշեցնելով, որ դեռ մայիսի 22-ին Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, մայիսի 29-ին այդ արշավը շարունակել է վարչապետի աթոռին նստածը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի հայ առաքելական եկեղեցին 1000 նիկոլ է տեսել իր կյանքի ընթացքում տարբեր կալիբրի, դիրքերի և մի 1000 հատ էլ դեռ կտեսնի։ Ցավոք կարդացել եմ, եթե այստեղ գալու ճանապարհին մտածում էի, թե ոնց կարելի է մեկնաբանել այդ ամենը, դեք թերևս ամենապարզ բացատրությունը հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է։ Դիակները, երբ որ ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում։ Ու դա առաջին հերթին մեր մեղավորությունն է, որ այդ քաղաքական դիակը դեռևս հավաքված չի։ Սա եթե պես փիլիսոփայական։ Եթե բովանդակային, դրա մասին այսօր առավոտյան գրել է պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, եթե չեմ սխալվում, մայիսի 22-ին Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մայիսի 30-ին, չէ, 3 կառավարության նիստին մայիսի 29-ին այդ արշավը շարունակեց վարչապետի աթոռին նստածը, իսկ այսօր արեց մի գրառում, որը գիտեք, մենք որ կարդացել ենք դա հələ ոչինչ։ Բայց ես շատ ուզում եմ, որ այս գրառումը կարդան քաղաքացիական պայմանագրի պատգամավորները, ում ճնշող մեծամասնությունը վստահաբար մկրտված է հայ առաքելական Սուրբ եկեղեցում, ովքեր սակադրություն են անցկացրել հայ առաքելական Սուրբ եկեղեցում, ամենածանր պահերին կյանքի ենթադրում եմ, դիմել են հավատքին, կրոնին, եկեղեցուն, ինչպես բոլորս։ Կարդան բոլոր են մարդիկ, ովքեր անում են հիմա ամեն ինչ, որպեսզի ինքը մնա իշխանության։ Ուժայինները, իրավապահ համակարգը, կարդան ու հրապարակային պատասխանել պետք չի, իրանք իրանց մեջ պատասխանեն մի հարցի։ Իրանք դրա տակ մտնել պատրաստ են։ Եթե իրանք չեն մտածել դրա մասին Արցախի հանձնման ժամանակ, խայտառակ կազմակերպված պատերազմի ժամանակ եւ այլն, հիմա սրա տակ մտնել պատրաստ են։ Ես կարծում եմ, որ այդ գրառումը շատ ավելի շատ պետք է կարդան Փաշինյանի սակավաթիվ աջակիցները։ Վարչապետն այցելել է Շիրակի մարզ։ Այցը մեկնարկել է Արթիկ համայնքի թիվ 4 հիմնանորոգված մանկապարտեզից։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 243 միլիոն դրամ։ Ջուրը կա, համիշտ, ակսարը։ Հագեցված է, ամեն ինչ կան ոսել։ Մշուպությունն ինչ բան է։ 150 Նրանցում է։ անպայման։ Մսուր խումիկ ենք, հա։ Հա, սեպտեմբերի օրը բացելու։ Ես մեր ծրագրի շրջանակում, հա։ 2 տարեկանից սկսած ալինելու այդ մեր փորձնական ծրագրի շրջանակից։ Մեր փորձնական 2 տարեկանից, հա։ 1 տարի։ Երկուսը 10 տարեկան։ Երեխեք, բարև ձեզ։ Ո՞նց եք։ Ես ինչ եք անում, բարև ձեզ։ Որը, ասեք տեսնեմ, որն եք սովորում։ Որը։ Ուզում ենք դառնալ, ասեք, որ կասեք։ Ուզում ենք դառնալ հայրենիքի Միրոպե, խոսում եմ դառնալ ինչ։ Ուզում ենք դառնալ հայրենիքի որը բավի մենակ։
Շատ ապրեք, եկեք ծապարենք։ Շատ ապրեք։ Նոր կյանք բնակավայրում շահագործման է հանձնվել նորակառույց մանկապարտեզը։ Ծրագրի արժեքն ավելի քան 521 միլիոն դրամ է։ Facebook-ում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն այցելել է նաև Գյումրու Զանգակ մանկապարտեզ, 100 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման արժեքը կազմել է շուրջ 203 միլիոն դրամ, գրել է վարչապետը։ Հաջողված մեկ-երկու օրերին կամ փոխվեցնենք։ Էլ ուրիշ բաներ անելու կարիք չի։ Ջերի հարցը լուծված է։ Տակնե սարքնի մշտական։ Խնդրություն։ Դորոքման համակարգում։ Պետք է իսկ իրոք մեր հարկ վճարողները եւ վաճառահետևանքային կապերը տեսնել, տեղական բաները, հարկերը, турքերը, սեփական եկամուտների աճը, դրանք շատ բոլորը փոխկապակցված են։ Այն բաներում խնդիրը դնելու են, որ հավաքենք ամեն համայնքի ըստ համայնքի բնակիչների 3 խնդիրները, որ էլ մարդիկ հարց բարձրացնելու բան չունենան, ամեն բնակավայրի համայնքի չէ, ամեն բնակավայրի 3 առաջնային խնդիրը, որ մենք ունենանք, իմանանք էլ որ ձեր ասելու կարիքը լինի, որ ոչ կախված լինի, մենք կգանք չենք գա, բնակիչներով որոշում եք 3 ամենակարևոր, ամենաառաջնային խնդիրը։ Գալիս է իմ սեղանին առաջիկա տարիներին այդ 3 խնդիրը լուծում պրծնում ենք, հետո գալիս ենք հաջորդ 3 խնդիրն ենք վերցնում։ Հետո այդ 3 խնդիրը լուծում պրծնում ենք, հետո հաջորդ 3 խնդիրն ենք պրծնում ու տենց միջև այդ խնդիրները պրծնում։ Շարունակենք, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը լուսանկար է հրապարակել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխքարտուղարի տեղական Ջոշ Հաքի հանդիպումից։ Հայ-ամերիկյան ամուր հարաբերությունների մասին զրուցեցի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը տարածաշրջանային բարեկեցությունը, փոխկապվածությունն ու անվտանգությունը խթանելու ուղղությամբ։ Ջոշ Հաքի խոսքերն է մեջբերել դեսպանությունը։ Կայացել են Հայաստան Միացյալ Թագավորության պաշտոնական հերթական խորհրդակցությունները։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Արթուր Երոյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է բանակի կերպափոխման գործընթացը, անդրադարձել առաջնահերթ ոլորտներին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում գործակցության առնչվող հարցեր։ Կողմերը հանգամանորեն անդրադարձել են նաև նախորդ խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ամփոփել են գործակցության ծրագրի իրականացման արդյունքները, պատրաստակամություն են հայտնել հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով գործակցություն ընդլայնելու վերաբերյալ։ Խորհրդակցությունների ավարտին ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիստոֆեր Քին ստորագրել են համագործակցության 2025-ից 26 թվականների ծրագիրը։ Մայիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը մասնակցել է Լաչինի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը, ներկա էր նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Էրդողանն արարողությունից հետո գրառում է արել սոցցանցում և նշել, որ Լաչինի օդանավակայանը Թուրքիա-Ադրբեջան բարեկամության և եղբայրության խորհրդանիշներից մեկն է։ Թեմային անդրադարձել է Ռաֆայել Մնացականյանը։ Շնորհակալություն, բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Ես նկատել եմ, որ այն հարցերը, որոնք հայ-ադրբեջանական հակամարտությանն են վերաբերում, մեր կողմից լուսաբանվելու պարագայում ոչ միանշանակ է ընդունվում մեր հասարակության կողմից։ Անգամ եղել են դեպքեր, երբ մենք զանգ ենք ստացել մեր հետևորդների, հեռուստադիտողների կողմից, ովքեր հարցնում են, թե ինչու ենք հակառակորդի գրանցած հաջողություններին անդրադառնում եւ ինչու ենք լուսաբանում։ Միթե դա հայրենասիրական է։ Ինչ ասես։ Ցավոք հայրենասիրության ընկալումները մեր ծուր հասարակության եւ ծուր երկրի պարագայում կրկին ծառվել են,
Ոչ, ես հայրենասիրական ճարեր չեմ պատրաստվում անել, ավելին վստահ եմ, որ հայրենասիրության ընդամենը մեկ չափանիշ կա եւ դա հետեւյալն է. օգտակար ու գեղեցիկ կյանքով ապրելը։ Հազարը ճարեր կասեն, հազարը կուրս կծեծեն, ոմանք քարերը կհամբուրեն, ոմանք էլ կենացներ կխմեն, բայց ընկերներ դրանից իրավիճակը չի փոխվելու։ Հայրենասիրության չափանիշը օգտակար ու գեղեցիկ կյանքով ապրելն է։ Մնացածը արդեն դուք մտածեք, կարծում եմ, այստեղ լրացուցիչ բացատրության կարիք անգամ չկա։ Հիմա, եթե ես հիմա կրկին թեմային անդրադառնալով ասեմ, որ Ադրբեջանը 2.5 տարվա մեջ Լեռնային Ղարաբաղում արդեն 3-րդ միջազգային օդանավակայանն է բացում, ինչ, էլի պիտի մեղադրեք, էլի պիտի ասեք, ահա, տեսեք, թշնամու քայլերն է լուսաբանում, ասեք, դրանից իրավիճակը չի փոխվելու։ Բա պիտի ասեմ, բա պիտի ցույց տամ, ասեմ, տեսեք, ինչ է անում 2.5 տարվա ընթացքում այդ պետությունը, իսկ մենք 30 տարվա մեջ մի կիսակառույց մետրոյի կայարան անգամ չեն կարողանում կառուցել։ Բա պիտի համեմատեմ, բա պիտի ասեմ, տեսեք, միջազգային քանի օդանավակայան են բացում հանդիսավոր պայմաններում մի լուր աշխարհի, իսկ մենք Երևանում էլի մետրոյի թեմային բազմիցս անդրադարձել ենք, չեն կարողանում մեկ կիսակառույց կայարան շահագործել։ Քննարկում ենք ու քննարկում, գալիս են, մյուսներն են գնում, մյուսներն են գալիս, մյուսներն են գնում, եղբայր, այդքան ինչ է քննարկում կամ քննարկածների արդյունքը որտեղ է։ Բայց ես որպես հայ մարդ առնվազն վատ եմ զգում, վատ զգալը որն է, ամաչում եմ, իրապես ամաչում եմ։ Ու մինչև ես ամաչում եմ, կամ դուք եք միանում այդ ամոթի հանդեցին, Հայաստանի անկախությունը անգամ չճանաչող Պակիստանի վարչապետը ժամանում է Լաչին, որտեղ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիսավոր պայմաններում մասնակցում է հերթական օդանավակայանի բացման արարողությանը։ Ես հիշեցնեմ, հարգելի բարեկամներ, որ Էրդողանը առաջին անգամ չէ, որ մասնակցում է օդանավակայանի բացմանը Լեռնային Ղարաբաղում, Էրդողանը ավելի վաղ մասնակցել էր նաեւ Ֆիզուլի եւ Զանգելանի օդանավակայանների բացմանը։ Ընդհանրապես, այս ամենը դիտելով ես հասկացա հետեւյալը, որ հայի հոգեվիճակին հատուկ է կարոտը։ Մենք որպես կանոն տնօրինելու, ունենալու ժամանակ այդքան էլ եղածի գինը չենք հասկանում եւ չենք զգում, չենք գնահատում, չենք պահպանում, բայց հենց կորցրեցինք, բարեկամներ, մի մուսաներ են արթնանում, մի երգեր ենք ձոնում, մի կարոտի տաղեր, մի ողբերգություն, մի վերադառնալու, ապրելու անհակ ծառավ։ Ու սա մի ամբողջ փիլիսոփայություն է, հայ ժողովրդի փիլիսոփայությունը, որը հասկանալու շուրջ ես երկար եմ մտածում եւ ինչպես ասում էր դասականը, չգիտեմ, ինչու է այդպես։ Դուք էլ մտածեք այդ ուղղությամբ։ Այլ թեմաներ։ Այսօր կեսօրի ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հակոբ Արոնյանի փողոցում ծեծի ենթարկվելու հետևանքով ուժ հաստատություն են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ նախնական տվյալներով 4 անձ։ Բոլորի առողջական վիճակը բավարար է։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, ասված է ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շտապօգնության բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից Պարոնյան եւ Լեոյի փողոցների հատման հատվածում։ 43-ամյա Իջևանցու տանը հայտնաբերվել է թմրաբույսերի լաբորատորիա։ Ավելին ոստիկանության տեսանյութում դիտեք։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը առանձնատանն ունի հատուկ պայմաններով պատրաստված լաբորատորիա, որտեղ աճեցնում է կանեփ, ինչպես նաև պահում է մարիխուանա տեսակի թմրանյութ։ Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Իջևանցի տղամարդու տանը հայտնաբերվել է արհեստական լուսային եւ հովացման համակարգով պատրաստված լաբորատորիա, որտեղ պլաստմասե տարաների մեջ աճեցրել էր կանեփի բույսեր։ Հայտնաբերվել է նաև մարիխուանա տեսակի թմրանյութ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Միջազգային թեմաները ներկայացնում ենք տեսաշարով։
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի անվտանգության խորհրդականները կմասնակցեն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հունիսի 2-ին նախատեսված խաղաղության շուրջ բանակցություններին։ Այս մասին ABC News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը։ Նրա խոսքով Լոնդոնում ավելի վաղ կայացած քննարկումների ընթացքում հենց Եվրաերիակն է նպաստել Ուկրաինայի համար դրույթների ձևավորմանը։ Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած Մոսկվայի պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել ճգնաժամի արմատական պատճառների լուծման ուղիների վերաբերյալ Ռուսաստանի հուշագիրը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ եվրոպական երկրները պետք է կոշտացնեն իրենց հավաքական դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ, եթե այն պատշաճ կերպով չարձագանքի Գազայում տիրող մարդասիրական իրավիճակին։ Սինգապուրում անցկացվող Շանգրիլայի երկխոսություն անվտանգության համաժողովից առաջ կայացած մամուլի ասուլիսում Մակրոնը հայտնել է նաև, որ Գազայում սովի խորացող ճգնաժամի պատճառով Իսրայելի վրա միջազգային ճնշման աճի պայմաններում անհրաժեշտ են գործողություններ հաջորդ մի քանի ժամերի եւ օրերի ընթացքում։ Նա նաև պնդել է, որ որոշակի պայմաններով Պաղեստինյան պետության ճանաչումը ոչ միայն բարոյական պարտք է, այլև քաղաքական անհրաժեշտություն։ Համասի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ պաղեստինյան զինված խմբավորումը կմերժի Գազայի նոր հրադադարի եւ պատանդների ազատ արձակման համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը հինգշաբթի օրը հայտնել է, որ Իսրայելը ստորագրել է հրադադարի առաջարկը եւ Թրամփի վարչակազմի մերձավոր արևելքի դեսպան Սթիվ Ուիթքոֆային ներկայացրել է Համասի քննարկմանը։ Իսրայելական լրատվամիջոցները հղումանելով իսրայելական պաշտոնյաներին հայտնել են, որ Համասը երկու փուլով կհանձնի 10 կենթանի պատանդների եւ 18 մահացած պատանդների մարմինները 60-օրյա հրադադարի եւ իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։ Համասի պաշտոնյան ասել է, որ առաջարկը չի բավարարում հիմնական պահանջները, այդ թվում պատերազմի դադարեցումը եւ որ իրենք կարձագանքեն իրենց ժամանակին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը։ Բայրամովը տեղեկացրել է հետհակամարտյան շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակի եւ հեռանկարների, ինչպես նաեւ արկա խոչընդոտների մասին։ Ադրբեջանը եւ Թուրքիան քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հեռանկարը, հայտնել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Էլնուր Ալիևը։ Ներկայում ընթանում է համաձայնագրի տնտեսական հետևանքների վերաբերյալ տվյալների փոխանակում եւ քննարկվում է արտոնյալ ռեժիմն արտադրվող ապրանքների վրա տարածելու հնարավորությունը։ Փոխնախարարը հավելել է, որ Թուրքիան Ադրբեջանի երկրորդ կարևոր առևտրային գործընկերն է։ Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 6.1 միլիարդ դոլար, իսկ այս տարվա հունվար-ապրիլին մոտ 2 միլիարդ դոլար, ընդգծել է Էլնուր Ալիևը։ Կանադայի արևմտյան մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Ուժգին քամիների, չոր եղանակային պայմանների եւ բարձր ջերմաստիճանի պատճառով կրակը շատ արագ է տարածվում, բարդացնելով հրշեջների աշխատանքը։ Հազարավոր բնակիչների տարհանման հրահանգ է տրվել։ Սասկաչևանի նահանգում հրդեհների պատճառով 30 օրով արտակարգ դրություն է հայտարարվել։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։ Սասկաչևանի ղեկավար Սքոթ Մոն հայտարարել է, որ նահանգի բնակիչները եւ հրշեջները չեն բախվել նման ծայրահեղ իրավիճակի։ Մայիսի 29-ի դրությամբ նահանգում 17 ակտիվ անտառային հրդեհ է մոլեգնում, որոնցից միայն 3-ն էին մեկուսացվել։ Հարևան Ալբերտայի նահանգում եւս անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր բնակիչների պարտադիր տարհանման հրահանգ է տրվել։ Մայիսի 29-ի դրությամբ նահանգում մոլեգնում էր 50 հրդեհ, որոնցից 24-ը դասակարգվել էին որպես վերահսկողությունից դուրս։ Մանիտոբայի նահանգում եւս արագ տարածվող հրդեհների եւ ծայրահեղ պայմանների պատճառով 30 օրով արտակարգ դրություն է հայտարարվել։ Ընդհանուր առմամբ մայիսի 29-ի դրությամբ Կանադայում մոլեգնող հրդեհների թիվը հասել է 160-ի, որոնց գրեթե կեսը վերահսկողությունից դուրս են։ Երկրում ազգային պատրաստվածության մակարդակը բարձրացվել է առավելագույն 5-րդ մակարդակի։ Նշենք, որ Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների վտանգավոր ծուխը սկսում է հասնել Միացյալ Նահանգներ։
Յուվենտուս ֆուտբոլային ակումբը ակադեմիա է բացում Հայաստանում 3 մասնաճյուղերով։ Վարչապետը ներկա է եղել շնորհանդեսին։ Միջոցառմանը հատուկ մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել իտալական Յուվենտուս ֆուտբոլային ակումբի լեգենդ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, FIFA-ի դեսպան Դեվիդ Տրեզեգեն եւ Յուվենտուսի միջազգային ակադեմիաների համակարգող Դավիդե Ֆորնական։ Ներկայացվել են ապագա ակադեմիաների նախագծերը, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքները եւ UEFA-ի երկրորդ կատեգորիային համապատասխանող նոր մարզադաշտը։ Կառավարությունը հավանություն էր տվել Next Gen Sports ընկերության ներդրումային ծրագրին։ Ըստ այդմ Ավան վարչական շրջանում մոտ 2 հեկտար մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով եւ 1 միլիարդ դրամ ներդրման պայմանով տրվել է Next Gen Sports ընկերությանը։ Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գտնվող մոտ 2 հեկտար հողատարածքն օտարվել է ընկերությանը շուկայական գնով 10 տարի տարժամկետման վճարման եւ 5 տարում 1.2 միլիարդ ներդրում կատարելու պայմանով։ Այս տարածքներում հիմնվելու են Յուվենտուս հայաստանյան ակադեմիաները։ Որ մենք ընդունել ենք սպորտի ոլորտում զարգացման ռազմավարությունը, որի առանձին ուղղություն է նաև ֆուտբոլի զարգացման ծրագիրը, եւ հենց այս պահին մեր երկրի տարբեր բնակավայրերում 100-ից ավելի սպորտային ենթակառուցվածքներ են կառուցվում։ Եվ վերջապես եղանակի մասին։ Վաղը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատևանձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայրաքաղաքում եղանակը կլինի առանց տեղումների։ Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ին կբարձրանա 5-ից 6 նիշով, հունիսի 3-ին նույնքան կնվազի։ Այսօր այսքանն էր, մնացեք խաղաղությամբ։